Այո, առաջին հերթին եւ մեծ մասը հենց սուտ տեղեկատվության տարածման մասին է խոսքը, երկրի անուն եք տալիս։ Կարող են այդ սուտ տեղեկատվության թելերի մի զգալի մասը տանել մի կոնկրետ երկիր։ Այո, տանում են, եւ դուք մի պատկերացրեք, տենց կենտրոնացված մի գրասենյակ, որտեղից կամ բարձրագույն իշխանություն, որտեղից ամեն ինչ կազմակերպվում եւ կառավարվում է։ Կարաք տեսնեք Ռուսաստանի Դաշնության падգամավորներ, որոնք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, օրինական ընտրված իշխանությունների դեմ ասում են բաներ, որի իրավունքը չունեն, որտեղ դա ներքին քաղաքականության խառնումն է։ Կարաք տեսնեք տարբեր տրամաչափի պաշտոնյաների այդ գործողությունների մեջ, կարաք տեսնեք փորձագիտական շրջանակներից այդպիսի բաներ, վստահաբար կարաք տեսնեք մի թեթև Google անելու պահից։ Հետևաբար, սա մեզ համար բավականին անծանոթ երևույթ է։ Եվ միևնույն ժամանակ ինչ որ մի մասում աշխարհի այս մասով կա կուտակված փորձ։ Ինչու չհարցնել, ես չեմ հասկանում, այսինքն հենց Եվրամիություն կան ինչ որ շրջանակներ, Եվրամիություն բառը լսում են, խրտնում են եւ մտածում են բանա։ Այս եկել են մեզ կուլ տան, եկել են սա մեզ կտրեն, այսինչ մի չգիտեմ, դարավոր բարեկամական այն մի կապից ստանեն մեզ մտցնեն, չգիտեմ ինչ, այդ հենց Եվրամիություն լսում են չոքերները թուլանում է, մի անգամից, որ ասենք այդ բանը խումբը գար Մադագասկարից, ես վստահ եմ այդ ռեակցիան չէր առաջացնի։ Հիմա ես ձեզ ուզում եմ հիասթափեցնեմ եւ կամ բացահայտում անեմ ձեր Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք ընտրական գործընթացների հետ կապված տարատեսակ ասպեկտներով, տարատեսակ ուրեմն առանձին ենթավորներով Հայաստանի Հանրապետությունը այդ թվում Եվրամիությունից օգնություն խնդրել է, ոչ մի նոր բան այստեղ չկա։ Այո։ Եթե Ռուսաստանի Դաշնությունը ունի սեփական փորձը հիբրիդային դեմ, հարձակումների դեմ պայքարելու եւ պատրաստ է կիսվի, մենք դեմ չենք, թող կիսվեն, մենք էլ կտեսնենք դա ինչ փորձ է։ Ներողություն, երրորդ հարցը ԱԱԾ գործակալ եւ իմ սիրելի գործընկերներ, մեկ անգամ էլ եմ ուզում բոլորիդ հնչեցնել։ Իհարկե կարող է քաղաքական պատեհությունից ելնելով ժամանակ առ ժամանակ գրպանից անել ինչ որ գործիքներ, թեև պատասխանները վաղուց տրվել են եւ փորձել մանիպուլացնել ու շրջանառել, բայց եթե հարցը չելա չեմ խուսանալու, ընդհանրապես ես որևէ հարցից կարող եմ պատասխանել։